Ավելի լավ է տալ, քան առնել։ Բայց երբ է մարդը կարողանում տալ, երբ որ ունի։ Եվ տալիս է, սպառվում է, վերջանում է, թե նորից է ունենում։ Շատ կարևոր հարց է։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք պետք է աստվածային տեսանկյունը հաշվենք առնենք։ Ավելի լավ է տալ, քան առնել, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ավելի լավ է տալ, քան առնել։ Իհարկե Պողոս առաքյալն է մեջ բերում այս խոսքը, ավետարանում չեմ գտնում նա, Պողոս առաքյալն ասում է, ինչպես մեր Տերն է ասում, ավելի լավ է տալ, քան առնել։ Հիմա փորձենք աստվածային տեսանկյունից նայել սա։ Պողոս առաքյալն ասում է, մենք չէ որ սիրեցինք Աստծուն, այլ Աստված է, որ նախորոք սիրեց մեզ, ավելի ճիշտ Հովհաննես ավետարանիչն է ասում։ Ամեն ինչից առաջ Աստված մեզ սիրեց, ինչպես սիրեց։ Առաջությունից առաջ։ Աստված անպարփակ սեր է եւ սիրո աղբյուր է։ Պատկերացնում է կենթանի սիրո աղբյուր։ Այդ սիրո աղբյուրը ակունքը ինչքան հորդ է, չէ՞ աստվածային, հորդում ենք։ Եվ քանի որ այդ սերը չէր կարող եւ չուզեց, որ միայն իրեն սիրի, այսինքն իրեն չսիրի, միայն իր մեջ ամփոփվի։ Ուզեց առաջությունը ստեղծել, Աստված սիրեց աշխարհը։ Եվ այդ պատճառով աստվածային սիրո արդյունք է աշխարհի արարում, Աստված սիրուց արարեց աշխարհը եւ տվեց ամեն ինչ որ պետք էր մարդկությանը։ Երկինքը ստեղծեց, երկիրը ստեղծեց, բնությունը, բուսականությունը ստեղծեց, կատարյալ ստեղծեց ամեն ինչ։ Եվ երբ Աստված տալիս էր ամեն ինչ, երբեք չէր ակնկալում, որ ինչ որ մեկ իրեն հետ պետք է տա։ Չէ՞։ Որտեւ ինքը կարիք չունի։ Ինքը այնքան կենթանի անսպառ աղբյուր է բարության։ Աստված ամենաբարին, ամենակատարյալը, ամենասերն է, ամենակարողն է եւ տալիս է անսպառ ու միշտ է տալիս։ Եվ չի էլ ակնկալում, որ ինչ որ մեկը ինչ որ մի բան տա Աստծուն։ Եվ իրականում ինչ որ դու տալիս ես, ոչ թե Աստծուն ես տալիս, Աստծու միջոցով քեզ ես տալիս։ Աստծուն նվերը քեզ է հասնում իրական։ Եվ նույն ձևով մենք պետք է լինենք, նախ եւ առաջ մենք պետք է լցվենք այդ աստվածային սիրո ակունքով, հա։ Երբ որ դու անկեղծորեն լցնում ես աստվածային սիրո ակունքով, քո մեջ սեր կա, խաղաղություն կա, չէ՞։ Դու ուզում ես 10 եւ ուզում ես 10 անշահախնդիր։ Չես սպասում, որ դիմացինը տա։ Այս գիտակցությունը մեր մեջ չկա։ Ինչու չկա։ Որովհետեւ մեր ունեցած այնքան քիչ է, որ մենք հաշվարկով ենք տալիս, հա։ Նյութականի մասին չի խոսքը, սիրո մասին է խոսքը։ Որ մենք հաշվարկով ենք տալիս, այսքան գրամ ես քեզ տվեցի, այսքան գրամ ինձ հետ տաս։ Սերը փոխադարձ պետք է լինի։ Բայց Քրիստոս մեզ փոխադարձ սիրով սիրեց։ Իրեն սիրողներին սիրեց, չէ։ Իրեն խաչողների համար աղոթում էր Քրիստոս։ Մեղավոր մարդկանց համար էր խաչում, ոչ թե արդարների։ Արդար չկա այս աշխարհում, բոլորն են մեղավոր, արդարները երկնքում են։ Այսինքն Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոս չակնկալեց, որ ինչ որ մեկը պետք է փոխադարձի։ Ինքն էլ ավետանում ինչ ասում, այսե դուք սիրեք ձեր սիրողներին կամ բարի անեք ձեզ բարի քանողներին։ Ինչով եք տարբերվում առևտրականներից, մաքսավորներից ու մեղավորներից, որ առևտուր են անում, տալ առնել։ Բայց դա անկեղծ սեր չի տալ առնելը։ Դրամ ավելի լավ է տալ, քան առնել, որտեւ իրականում երբ որ դու տալիս ես, բազմապատիկ Աստծուց ստանում ես, եթե անշահախնդիր, այսինքն դու տալիս ես այն ժամանակ, երբ որ ունես։ Հովհաննես Պլուս վարդապետը Ոտնլվայի արարողության մեջ մի հետաքրքիր ճառ ունի, սիրո ճառն։ Ինքան գեղեցիկ խոսն է։
Ասում է ես խոսում եմ սիրո մասին, Հովհաննես Պլուս վատապետն է ասում։ Ես չեմ խոսում նյութական մարմնավոր սիրո մասին, այն սիրո մասին, որ Աստծուց է գալիս, որտեղ ով Աստծո սերն ունի, տալիս այդ սերը, բայց եթե չունես, դու ինչ տաս։ Մեր ընտանեկան դժբախտությունները ինչի պատճառով, բաժանումները ինչի պատճառով են լինում, որտեղ չունեն սեր, որ տան, ասում է սերս դադարել, ասում էլ չենք սիրում իրար, ինչու չեք սիրում, մինչև այդ սիրում եք, հիմա չեք սիրում, և մինչև եթե դուք չեք հասկանում սերն ինչա, ուրիշ բանի համար եք սիրում, և այդ ուրիշ բանը ցամաքեց, մարմինը, նյութը, աշխարհը, ցանկությունը, ցամաքեց սերն էր հետը ցամաքեց, ուրեմն դուք չեք սիրում, որ հիմա ուզում եք սիրել, խաբվում եք, ինքնախաբեության մեջ եք, սերը Աստծուց է, և սերը դու պիտի վաստակես անընդհատ, դու աղոթքով, ինքնազոհաբերությամբ, ճգնությամբ, բարին գործելով դու պիտի վաստակես այդ սերը, եթե սերը վաստակեցի, ուրեմն կարող ես փոխանցել, եթե չունես սեր, ինչ փոխանցես։ Դրա համար է մեր Տերն ասում ավելի լավ է տալ, քան առնել, որտեղ եթե դու տալիս ես, ուրեմն ունես, իսկ ունենալու համար պետք է աշխատել, հոգևոր լուրջ աշխատանք կատարել, աղոթքով, բարի գործերով, Աստված պաշտությամբ, առաքինություններով, և Աստված անպատասխան չի թողնի այդ քո աշխատանքն ու ճգնությունը, այդ քո սերը, որ մարդկանց հանդեպ ցույց ես տալիս, քեզ բազմապատիվ պիտի լցնի, և սա ավելի մեծ երանություն է, տալ, ոչ թե մարդկանցից առնել, այլ Աստծուց առնել, ավելի լավ է տալ և Աստծուց առնել, այսինքն ավելի գեղեցիկ է ձևապերումը լինում, ավելի լավ է տալ, բայց մարդկանցից չէ, այլ Աստծուց առնել, ամեն